Հարություն Հարությունյան։ Ինչ նվեր։ Հարգելի գործընկերներ, մեր խմբակցությունը քիչ առաջ տենց ներքին քննարկում ունեցավ, ուզում եմ մեկ բան բարձրաձայնեմ, մեր կարծիքով ստեղծված իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ, որ մենք աշխատանքային օրը շարունակենք մինչև ժամը 20:00, առաջարկում եմ նոր նախագծի շուրջ քննարկում անել եւ քվեարկել սահմանելով մինչև այսօր 24:00։ Նաև պարոն Ալեքսանյան, սա առավել շատ ձեզ ուղղված որպես նախագահող քննարկման առարկա դարձնել, իսկ հիմա բուն հարցս պարոն Ֆարմանյանին։ Պարոն Ֆարմանյան, եթե առիթ ունեցել եք ծանոթանալու կառավարության ներկայացրած փաստաթղթերին 26 թվականի շուրջ, ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, ինչպես է գնահատում 2026 թվականի բյուջեի դեֆիցիտը։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, քանի որ բան հնչեց ինձ ուղված, կներեք պարոն Հարությունյան, կանոնակարգ օրենքը դա թույլ չի տալիս ցավոք սրտի, թե չգիտեք, մեծ սիրով մինչև 12-ն է, մինչև 1-ն է պատրաստ ենք, բայց կանոնակարգ օրենքը սահմանում է, որ միայն մեկ նիստ կարող ենք ավելացնել։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Ֆարմանյան։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, բյուջեի հսկայական դեֆիցիտ ունենք, հարցը շատ ընդգրկուն է, բյուջեի ճեղքվածքը հենց այնպես չի առաջանում, դա պետք է ունենա հստակ պատճառներ, որովհետև արդյունավետ կառավարման պարագայում, երբ որ գեներացվում են նոր եկամուտներ, բյուջեի ճեղքվածքը այդ ահագնացող տեմպերով չի մեծանում, ժողովրդական ձևով փորձեն բացատրել, էլի ավելի մատչելի։ Բայց ցավոք սրտի 1-2-3 րոպեում այդ ամբողջ պատճառները հնարավոր չի ներկայացնել, բայց ես մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Տիկին Մանուկյանի տեխնացիոն ենք քննարկում, հարցերն ինձ են ուղղված, չնայած այս պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հանրությունը տեղեկացված լինի եւ առաջարկներ ենք ներկայացնելու, թե ինչպես այդ ճեղքվածքը հետագայում թույլ չտանք։ Ինչ անենք, որ բյուջեն արդյունավետ կառավարվի, որովհետև գոյություն ունի հստակ փաստ։ Այսինքն մենք վերջի տարիների ընթացքում ունենք համախառն ներքին արդյունքի կրկնապատկում, բայց ունենք 15 միլիարդ դոլար պետական պարտք։ Այս երկուսը կարծեք թե իրար չի համապատասխանում։ Հիմա պատկերացրեք, ասենք, պարոն Հարությունյան, դուք ունեք, ասենք, հսկայական եկամուտ, ասենք, փող եք աշխատում որպես մարդ, մեկ էլ ասենք մի ահռելի պարտք եք կուտակել, պետք է կարողանաք, չէ՞, բացատրություն տալ, ինչի համար այդ ամեն ինչ եղել։ Ուրեմն ինչ-որ միտեղ անարդյունավետ ծախսեր եք արել, ինչ-որ միտեղ եկամուտները անարդյունավետ եք գեներացրել, ինչ-որ միտեղ այնպես բան եք արել, որը որ պետք չէր անել։ Այսինքն մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ինչը պետք է անեին, ինչը պետք է չանեին։ Երբ որ այս խոսույթը մենք բերում ենք օրակարգ, պարգևավճարի հետ կապված սառավական մեկի, նորից եմ կրկնում, մենք երևույթի վրա ենք ուշադրություն ցանկանում գրավել։ Մեր փոքր օրինակով ցանկանում ենք այդ երևույթի վրա ուշադրություն հրավիրել։ Այսինքն ես ինքս նորից եմ կրկնում, չունեմ բարոյական իրավունք այս աղքատ երկրում, երբ կա աղքատության հսկայական մակարդակ, որտեղ 54,000 եւ ավել գումար ստացողը աղքատ չի համարվում, այս նմանատիպ երկրում շռայլություն թույլ տանք մենք։ Ես իմ օրինակով ուզում եմ ծառայեմ։ Ուզում եմ որ հաջորդ անգամ, երբ որ մեր ժողովուրդը ընտրության հնարավորություն ունենա, ինքը ծառ ու թեթև անելու հնարավորություն ունենա, ով է, ով ինչ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, որն էր իրենց շահերից բխում, որը չէր բխում, ինչպես ենք մենք մեզ դրսևորել, սա էլ է մի հատ ակցիա, քաղաքական ակցիա եմ սա համարում բացասական, որովհետև օրենսդրությամբ հասնում է 3 հանձնաժողովների պաշտոնները նախագահների ընդդիմությանը, մարդիկ ոչ մեկին չեն ընտրել։ Այսինքն հիմա սրանով ինչ են ուզում ասեն, ես չգիտեմ, հավանաբար ուզում են ասեն իրավիճակի տերը մենք ենք, այո դուք եք ժողովուրդ ջան, մենք էլ մեր ժողովրդին ուզում ենք բացատրենք, ճիշտ ու սխալը, լավն ու վատը, բյուջեի դեֆիցիտի պատճառները, չգիտեմ, պարոն Հարությունյան, մենք ժամանակ կունենանք մասնագիտական քննարկումների, տիկին Մանուկյանի հետ միասին ավելի մանրամասն ներկայացնենք, շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն Ֆարմանյան, լրացուցիչ արձագանքի անհրաժեշտություն չեմ տեսնում, շնորհակալություն։ Ունեք ավելացնելու բան։ Առայժմ ոչ։ Տիգրան Աբրահամյան։ Շնորհակալություն։ Նախ ցավով պետք է նշենք, որ մեր առաջարկությունը հաշվի առնելով կանոն